Այնուամենայնիվ մոտեցումը ես կարծում եմ, եթե մենք խոսում ենք ամրանի մասին, որը այսպես ժողովրդի լեզվով ասած արմատուրան է, շինարարության հիմքը, եւ դուք փաստեցիք անուղղակիորեն, որ իրականում այս պահին արկա մեր մոտ թափոններն է, երկաթի մետաղի ջարդոնն է, որ օգտագործում ենք։ Դա մի պահի վերջանալու է, որտեղ դառնալու է ամրան, գնալու է շինարարության մեջ, իսկ այդ չի կարա էլի այդքան առաջանա մետաղի ջարդում։ Հետևաբար պետք է մենք ներմուծենք հումքը, ստեղ արտադրենք։ Պարզ բան եմ ասում, այսինքն բալանսավորումը պետությունը պիտի այնպես անի, որ էական, իսկ այս դեպքում էական է ճնշումը լինելու գնի վրա, էական չլինի, դրա համար ուղղակի պետությունը նաև պետք է իր աջակցությամբ բալանսավորվի, ոչ միայն հարկային այսպես գործիքով։ Ըստ էության դուք նաև դրանով պետական բյուջե եկամուտներ եք ավելացնում, պետական բյուջե է, չէ՞, գնալու այդ турքը վստահաբար, եւ այդ պետական բյուջե ներմուծումից եկող եկամուտները, պարզ ասեմ, կարա ծառայի որպես պետական աջակցություն նույն ոլորտին։ Առնվազն գոնե այս հաշվարկն, եթե դուք գայիք ասեք, այսքան турքա գեներացվում, այսքան մենք այս ամբողջը դնում ենք այս ոլորտի վրա, սա հասկանալի կլներ, որ պետական առաջնահերթությունը ոլորտը զարգացնելու մասին է, ոչ թե հարկային մուտքերը ավելացնելու։ Հիմա գալով ամենակարևորը։ Հիմա ասում եք, լավ, էս է մեր առաջնահերթությունը, բայց մի պարզ հարց է առաջանում, ասենք օրինակ վստահ եմ գիտեք, չէ, որ թուրքական լոլիկ է ներկրվում Հայաստանի Հանրապետություն։ Եվ թուրքական լոլիկը իմ ոչ ամբողջական ուսումնասիրություններով մոտ 2-2.5 անգամ իրանց գյուղատնտեսությունը ավելի մեծ աջակցություն է ստանում պետական, բառից բուն իմաստով դա արդեն հստակ դեմպինգ է, եւ դրա նաեւ մասշտաբի էֆեկտ մնացած դրա հետևանքով հեսա շուտով արդեն երբ որ ջերմոցային լոլիկը կսկսի վաճառվել, դուք էլ մենք էլ բոլորս վստահ կտեսնենք նորից հերթական անգամ, որ այդ լոլիկը գալով ճնշում է մեր արտադրողներին, տեղական արտադրողներին եւ ըստ էության ստեղ ակնհայտորեն կա այո մրցակցային խնդիրներ եւ ստեղ այո պետական միջամտությունը եւ պետական կարգավորումը ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաեւ ուշացած։ Հիմա այս ընտրանքը ո՞նց եք վերցնում, այսինքն ստեղ պետք է, ստեղ պետք չի, այսինքն թե ըստ երկրների եք վերցնում, թե ըստ ոլորտների եք վերցնում, սա ոնց հասկանանք, որտեվ եթե վերցնենք մենք ջերմոցային տնտեսությունը, պակաս կարևոր չի, ստեղ ջարդոնի վրա չի արտադրվում, հումքը հենց հողն ու ջուրը մերն է, ջերմոցը մերն է, արտադրողը մեր գյուղացին է, արտադրում է, վաճառում է եւ նաեւ դա դառնում է հումք վերամշակող արդյունաբերության համար։ Ստե մի տեսակ ոնց որ տենց բան է, հուսամ աշխարհաքաղաքական գործոն չկա, չէ՞, ստեղ ասենք այս երկրի հետ տենց բան է, մի քիչ նեղված ենք, լավություն անենք, այս մյուս երկրի ոչինչ, մեր բարեկամնա շատ չի նեղանա, այդ չկա։